Պարոն Մաչկալյան, օրերս մենք տեղեկացանք, որ եկեղեցու եպիսկոպոսներ են միացել Փաշինյանի հակաեկեղեցական գործընթացին, ինչպես եք գնահատում այդ փաստը։ Իհարկե շատ բացական եմ գնահատում այդ փաստը, բայց այդ եպիսկոպոսները չեն, որ որոշելու են հայ առաքելական եկեղեցու ճակատագիրը, եւ այստեղ կարևոր է վեհափառի խոսքը։ Հիմա տեսեք, եկել է հասունացել է մի պահ, որ իմ կարծիքով ժամանակն է, որ վեհափառը դիմի ազգին եւ բացատրի այն հետևանքները, որը կարող է ունենալ այս process-ը։ Տեսեք, այս իրավիճակը նոր չի ստեղծվել, այս իրավիճակը 18 թվականից այսպես կոչված հեղափոխությունից հետո շարունակական բնույթ է կրում եւ եկել է հիմա հասել է մի հանգուցալուծման, երբ աշխարհիկ իշխանությունը ուզում է ազատվել հոգեվոր իշխանությունից։ Տեսեք, հայ ժողովրդի պատմությունը ընդհանուր առմամբ հիմնված է երկու սյուներից։ Երկու հոգևոր կենտրոն կար, ինչու եմ ասում կար, որովհետև մենք մեկը կորցրել ենք։ Մեկը գտնվում էր Արցախում, դա Ամարասն էր, մյուսը գտնվում է Էջմիածնում, Հայաստանում։ Տեսեք, այդ երկու հոգևոր կենտրոններից է բխում մեր հայ ժողովրդի պատմության հիմքերը։ Եվ եթե մեկ խոսքով ուզենամ ասել, սա պայքար է հայի ինքնության դեմ։ Սա պետք է ժողովրդին բացատրվի, որ սա վեհափառի դեմ չէ, սա հայ առաքելական եկեղեցու դեմ է։ Տեսեք, ինչով եմ ես կարևորում վեհափառի խոսքը, որովհետև 18 թվականին, երբ եղավ այս իշխանազավթումը, հիմա շատ այսպես կոչված հպարտ քաղաքացիներ վերագրում են, ասում են, մենք չէինք իմանում ինչ է մեզ սպասվում, բայց ղեկավարությունը իհարկե գիտեր, չէ, իրանք մեղադրանք են հնչեցնում այն ժամանակվա իշխանություններին, որ իրենց չեն զգուշացրել հետևանքները։ Մենք ինչ իմանայինք, որ Արցախ կկորցնեինք, մենք ինչ իմանայինք, որ պատերազմ կլիներ։ Հիմա տեսեք, ինչը չարվեց 18 թվականին նախկին իշխանության կողմից, այսինքն Սերժ Սարգսյանի, որը պետք է կոչով դիմեր ժողովրդին, հիմա եկել է այդ նույն պահը, բայց մեր հոգևոր կենտրոնի հետ կապված։ Այսինքն, հիմա փորձում են քանդել հոգևոր կենտրոնը։ Հիմա եթե հանկարծ ստացվի այնպես, որ վարչապետին հաջողվի, իհարկե ես դա չեմ կարծում, որ այդպես կլինի, որ կհաջողվի, բայց եթե հաջողվեց, հետո այդ նույն ժողովուրդը, այսպես կոչված, ասելու է, բա մենք չգիտեինք, բա ասեիք, որ Էջմիածին ուզում էին մեր ձեռքից վերցնեն։ Հիմա որ մենք նայում ենք ինչ է կատարվում ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաև կատարվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, նույնիսկ մի քանի օր առաջ նախորդին շատ լուրջ իրադարձություն տեղի ունեցավ, բայց բոլորի աչքից վրիպեց դա։ Ուրեմն, տեսեք, Հռոմի Պապը այցելել է Ստամբուլ եւ ծնգաչոք հարգանքի տուրք է մատուցում Աթաթուրքին։ Սա իր մեջ բավականին խորը, բավականին հեռու գնացող սա երևույթ է։ Այսինքն այն Աթաթուրքին, որը համարում էր, որ աշխարհը պետք է տիրեն մուսուլմանական պետությունները, ոչ քրիստոնյա, եւ այսպես ասեմ, հոգևոր կենտրոնի 1 միլիարդ 300 հետևորդի Հռոմի Պապը ծնգաչոք հարգանքի տուրք է մատուցում։ Տեսեք, սա այնպիսի ուժեր են, որ ընդամենը 9 միլիոն հայ ազգը, որը ունի հայ առաքելական եկեղեցի իր խորքում դրված, փորձում են պառակտել։ Հիմա տեսեք, ինչով եմ ես սա համեմատում Ամարասը եւ Էջմիածինը, սա գրեթե նույն ժամանակահատվածում են ստեղծվել, մի 50 տարվա տարբերությամբ։ Այնտեղ մեր, այսպես ասեմ, Մաշտոցի առաջին դպրոցն է եղել, այստեղ մեր 301 թվականից քրիստոնեություն ընդունած որպես պետական կրոն եւ հիմա կուլ են տվել Ամարասը, որովհետեւ եթե ոմանց թվում էր Ալիևին Արցախը պետք էր որպես միայն տարածք, չարաչար սխալվում են։ Ալիևին Արցախը պետք էր Ամարասով, որովհետև Արցախը Ամարասով, Ադրբեջանը Արցախը Ամարասով կարող էր արհեստական ստեղծված պետությունից դառնալ պատմական պետություն։ Հիմա Ալիևը այդ ճանապարհին է։ Ինքը ուզում է իր արհեստական ստեղծված պետությունը, Ադրբեջանը, հիմք ընդունելով, որ Արցախի տարածքը իրենն է Ամարասով եւ պատմամշակութային այլ կոթողներով, վերագրել եւ ապացուցել համայն աշխարհին, որ ինքը պատմական պետություն է։ Հիմա տեսեք, չէ՞ որ այսօրվա
վարչապետը պատահական չի, որ հայ ժողովրդի պատմությունը ուզում է հանել եւ սարքել Հայաստանի պատմություն։ Այսինքն հազարամյակներ պատմություն ունեցող մեր ազգը դառնում է ինչ է 2018 թվականից ի վեր է մեր պատմությունը Հայաստանի պատմություն ասվածը որն է։ Տեսեք, հիմա շատ եմ կարևորում վեհապար հայրապետի կոչը։ Վեհապար հայրապետը պետք է դիմի հայ ազգին եւ բացատրի ինչ հետևանքներ է ունենալու այս ամենը։ Եվ այն եպիսկոպոսները, ովքեր միացել են այս process-ին, դա իրենց ոչինչ չի ներկայացնում։ Կճոյանը չի որոշողը եւ նմանատիպ այլ եպիսկոպոսներ հայ ազգի ճակատագիրը, որովհետեւ սա վերջին ճյուղն է։ Սա եթե կարողացան վերցնել, ես կարծում եմ սա անդառնալի է լինելու։ Մենք ազգից վերածվելու ենք ժողովուրդ։ Հիմա այդ process-ի մեջ ենք։ Ազգից վերածվում ենք ժողովուրդ։ Իսկ ոնց հասկանում եք, ժողովուրդը, այսպես ասած, երկար ճանապարհ չունի անցնելու։ Այն պետությունները, ովքեր որ պատմական հիմքեր չունեն, նրանք շուտ փլուզվում են։ Այ դուք խոսեցիք Փաշինյանին միացած հայ հակաեկեղեցական շարժմանը միացած հոգևորականների մասին եւ շաբաթներ առաջ ԿՊԱ-կան պատգամավորներից մեկը հայտարարել էր, որ այդ հոգևորականների մասին կոմպրոմատներ ունեն եւ ով չմիացավ իշխանությանը, նրանց մասին հրապարակումներ են արվելու մամուլում։ Կարող ենք համարել, որ այս եպիսկոպոսները հենց այդ սպառնալիքի ներքո են միացել Փաշինյանին։ Գիտեք, ինչ մենք կարող ենք ենթադրություններ անել, բայց անգամ եթե այդպես է, տեսեք, ստեղ խնդիրը ոչ վեհապարի մեջ է, ոչ եպիսկոպոսների մեջ է։ Գիտեք ինչ, սա արդեն եպիսկոպոսները իրենք են որոշողը, որ ուղին բռնեն։ Հոգևորը, թե նյութականը, թե անձնականը, սրանք տարբեր բաներ է, որովհետև տեսեք, մենք դարերով չենք ունեցել պետություն, բայց հոգևոր կենտրոնը եղել է նաև պետության դեր է ստանձնել։ Հիմա տեսեք, Սարդարապետի ճակատամարտի ժամանակ Գևորգ 5-րդը կոչով դիմեց ազգին, չէ՞, եւ ինչ շրջադարձ եղավ մեր պատմության մեջ, մենք հաղթեցինք Սարդարապետում եւ փաստացի ունեցանք այսօրվա պետությունը։ Հիմա ինչ որ մեկի մտքով անցնում է, որ վերադառնանք 100 տարի առաջ, մի հատ տենանք Գևորգ 5-րդը կարող է երեխա ուներ։ Դուք հասկանում եք ուր ենք մենք հասել, երբ մենք միջև չտարբերենք առաջնայինը երկրորդայինից, ոչինչի չենք հասնելու։ Մեր ժողովուրդը պետք է հասկանա ինչն է առաջնայինը, ինչն է երկրորդայինը։ Հասկանում եք, եւ այսպես խորանալ, դե եկեք խորանանք, տենանք Գևորգ 5-րդը երեխա ունի, կարող է իր կոչը լեգիտիմ չէր։ Միգուցե վերանայենք, տեսեք Նիկոլ Փաշինյանը շատ է ասում, մենք պետք է հասկանանք 1.5 միլիոն էր մեր կոտորածը ցեղասպանության, միգուցե 1.5 միլիոն չէր, պետք է հանձնաժողով ստեղծվի։ Դե մի հատ էլ հանձնաժողով ստեղծենք, տեսնենք, ահա Գևորգ 5-րդը երեխա ուներ, եւ իր կոչը լեգիտիմ չէր։ Դուք հասկանում եք աբսուրդի հասած մի հատ իրավիճակի ենք հասել, եւ պատմությունը ցույց է տալիս, որ տեսեք, մենք 1918 թվականին չունենալով պետություն, չունենալով կանոնավոր բանակ, հաղթեցինք ճակատամարտում Սարդարապետի, հաղթեցինք։ 2 տարի անց ունենալով պետություն, ունենալով կանոնավոր բանակ, պարտվեցինք Ղարսում։ Հիմա եկեք համեմատենք մեր 90-ականների մեր արցախյան շարժման հետ։ 90-ականներին չունենալով բանակ, չունենալով պետություն նոր էինք ստեղծվել 91 թվականից, հաղթեցինք Արցախյան պատերազմում, հաղթեցինք։ Անցավ 30 տարի, ունենալով կայուն պետություն, կայուն բանակ, որը մարտունակ բանակ էր Կովկասում համարվում, պարտվեցինք։ Գիտեք ինչ, եթե զուգահեռներ է ստանում, նույնիսկ եթե սենց ասեմ, այդ աշխարհամարտն էլ է վերլուծում, այնտեղ էլ թնդանոթները չեն կրակել, այստեղ էլ չեն կրակել։ Դե հիմա տեսեք, ինչքան զուգահեռներ կան, մենք պետք է մեր պատմությունից դասեր քաղենք։ Մենք ի վերջո միջև դասեր չքաղենք եւ միջև առաջնայինը չտարբերենք երկրորդայինից, մենք այսպես ասեմ լավ տեղ չենք հասնելու։ Սա վերջին ճյուղն է, որը արտաքին ուժերը ներկա իշխանության հետ փորձում են պարակտել հայ առաքելական եկեղեցին։ Հայ առաքելական եկեղեցին դա այն կառույցն է, որ աշխարհի բոլոր երկրներում ունի ներկայացություն։ Նա ընդամենը 9 միլիոն հայությունն է, որ պահում է հայ առաքելական եկեղեցին, եւ վերջապես հայ առաքելական եկեղեցին ունի մի աշխարհիկ շնորհ, որը տրվել է մեզ, նա ունի գեղարդը, հասկանում եք, եթե մի խոսքով ասեմ, այստեղ գնում է
Գեղարդը Էջմիածնից վերցնելու եւ տալու կաթոլիկ եկեղեցուն։ Կամ կաթոլիկ եկեղեցին են ուզում տեղափոխեն հիմա Էջմիածին, կամ Գեղարդն են ուզում տեղափոխեն կաթոլիկ եկեղեցին։ Ես ձեզ շատ մի քիչ հեռու գնացող եւ ավելի մանրամասն պետք է վերլուծենք, բայց ես ընդհանուր առմամբ մեկ խոսքով որ ասեմ, այս պայքարն է գնում։ Հիմա մեր հայ ժողովուրդը եւ հայ ազգը, որովհետեւ հայոց վեհապար հայրապետը 10 միլիոն հայության վեհապարն է, իսկ Նիկոլ Փաշինյանը 3 միլիոն ժողովրդի։ Ի վերջո Նիկոլ Փաշինյանը չի որոշողը ինչ ճակատագիր պետք է ունենա վեհապարը եւ հայ առաքելական եկեղեցին։ Այնպես որ ես կոչ կանեմ վեհապարին, որ վեհապարը կոչով դիմի հայ ազգին, ոտքի կանգնի հայ ազգը, բացատրի հետևանքները, որ հետո այնպես չլինի, որ այսպես կոչված հպարտ քաղաքացին ասի ձեռներս կտրվեր չանեի այդ քայլը, բայց ես որ իմանայի, որ մենք սենց ոնց որ հիմա վերագրում են 18 թվականը, այս իշխանազավթում ասում են մենք չգիտեինք, բա մի հատ մարդ չկար, որ գար ասել, որ ինչ է, հիմա եկել եմ ասում եմ, սենց է լինելու, պետք է հասկանան ինչն է առաջնայինը, ինչն է երկրորդայինը։ Դուք խոսում եք որ Փաշինյանի հավատացողների մասին եւ Փաշինյանն էլ երկար տարիներ քննադատել էր Նավասարդ Կճոյանին, այսելով որ իր հանդեպ քննադատություններ էր ներկայացրել եւ արդյոք իրեն հետեւող մարդիկ հիմա չեն տեսնում այդ քննադատությունների ֆոնին իր խոսքերը, որ ասում է որդիաբար խոնարհվում է նույն Նավասարդ Կճոյանի առաջ, արդյոք մարդիկ դա չեն նկատում, այդ համատություն չեն տանում այդ երկու խոսքերի միջև։ Իհարկե նկատում են, իհարկե, բայց գիտեք ինչու մարդիկ 18 թվականին, երբ ընտրում էին Նիկոլ Փաշինյանին, կարծում էին, որ 2000 թվականին պատերազմ է լինելու եւ այն իրենց երեխաները, ովքեր այս հրապարակում ծափ էին տալի Նիկոլ Փաշինյանին, նման ավարտ են ունենալու։ Իհարկե ոչ։ Դրա համար տեսեք, այն ժամանակ էլ չէ, այդ մարդիկ շատ վստահ էին, որ իրանք ճիշտ ճանապարհին էին։ Հիմա են ասում, որ մենք որ իմանայինք ձեռներս կտրվեր, չգնայինք, չընտրեինք։ Այ տեսեք, իրենք գիտակցում են, բայց գիտեք ինչ, մարդկանց համար ավելի հեշտ է ապրել կեղծիքի մեջ, քան դառը ճշմարտության։ Ի վերջո ժողովուրդը պետք է արարեցվի ճշմարտության հետ։ Միջև ճշմարտության հետ չառնչվի, թեկուզ դա լինի դառը ճշմարտություն, մենք այս իրավիճակից դուրս չենք գա։ Սա կարող եմ ասել։ Եվ ձեր կարծիքով բացի այն, որ վեհապարի խոսքը պետք է հնչի, նաև ինչ կարող անել եկեղեցին այս իրավիճակից դուրս գալու համար։ Իհարկե, գիտեք ինչ, եկեղեցին, ես չեմ կարող եկեղեցու կանոնակարգ ինչ-որ քայլերը ասել, բայց ես կարող եմ մի բան էլի հստակ ասել։ Եթե այսօր վեհապար հայրապետը դիմի ազգին, դուք կտեսնեք ինչ կկատարվի։ Ես ձեզ անկեղծ ասում եմ, եթե նա կոչով դիմեց հայ ազգի, որովհետև աշխարհասփյուր հայությունը գիտակցելու է ինչ է կատարվում։ Ես չեմ կարծում, որ աշխարհասփյուր հայությունը չի գիտակցում ինչ է կատարվում։ Այս հարձակումը նաև սփյուռքի վրա է գործելու։ Նաև չմոռանանք մեր հարստությունը, որը մի մասը գտնվում է Էջմիածնում, մի մասը այլ հոգևոր կենտրոններում, նաև Սփյուռքում, դրանք ամբողջ ուզում է թշնամին տիրանալ։ Ես համարում եմ այն մարդիկ, ովքեր դուրս են եկել հայ առաքելական եկեղեցու դեմ, նրանք թշնամին են մեր ազգի։ Սա է, սա պահպանողական պայքար մենք պետք է տանենք, սա վերջին կետն է, եթե մենք հանկարծ նահանջեցինք, հետ քայլ չի լինելու, այսինքն, եթե մենք ազգից վերածվեցինք ժողովուրդ, ժողովրդից ազգ երբեք չենք դառնալու, սա ելման կետն է, հիմա թող հայ ազգը լավ գիտակցի, հայ ժողովուրդը մի հատ մտորի, իրենց անցած 8 տարիները ինչ ա եղել եւ ինչու սենց հերթականությամբ եկավ հասավ հայ առաքելական եկեղեցուն հերթը, որովհետեւ եկեղեցին տարանջատ է պետությունից եւ հիմա այսպես ասած վարչապետին պետք է այդ լծակն էլ վերցնի իր ձեռքում, որ 2026 թվականի հունիսի 7-ին նորից ինչ որ ծափերի ներքո արդեն եկեղեցականներով հանդերձ իր պատկերացմամբ ժողովուրդը գնա եւ վերընտրի իրեն, չի լինելու դա։ Ես հիմա ասում եմ,
հայ ազգը գիտակից ազգ է, հայ ազգը նման իրավիճակներում չէ, որ հայտնվել է իր պատմության ընթացքում, բայց հիմա եկել է այնպիսի մի վճռորոշ պահի, երբ որ խոսքը վեհապարին է։ Վեհապարը եթե հրաժարական չտա, այսպես ասեմ, ոչ մեկ իրան չի կարող հրաժարական ստիպել։ Անկամ եթե վեհապարին կալանավորեն, վեհապարը մնում է համայն հայության վեհապարը ընդունեն կալանավայրում, բայց միևնույն է, վեհապարը մնում է հայոց վեհապար։ Ռուսաստանի նախագահ Պուտինը օրերս անդրադարձել էր ՀԱՊԿ-ի մասով Հայաստանի վարքագծին, ինչու նախագահ Պուտինը հիշեց այս մասին եւ ինչ էր նշանակում իր խոսքը։ Տեսեք, Պուտինը արդեն մի քանի տարի է, ինչ ՀԱՊԿ-ը, այսպես ասեմ, մեր դիրքորոշումը սառեցված է մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, մենք ճիշտ է դուրս չենք եկել ՀԱՊԿ-ից, բայց սառեցված է։ Այնտեղ որոշումները կայացնում են կոլեգիալ։ Եվ երբ որ անդամներից մեկը ներկա չի գտնվում, որոշ հարցեր կան, որոնք չեն կարող օրակարգ որոշումներ կայացնել օրակարգում։ Պուտինը, գիտեք ինչ, ես սենց ձեզ ասեմ, Ռուսաստանի Դաշնության նախագահան այնուամենայնիվ սպասում է 2026 թվականի մեր ընտրություններին։ Այս իրավիճակը Ռուսաստանի նախագահան փորձում է, սենց ասեմ, մեզ որոշակի ուլտիմատումներ չդնի Հայաստանի Հանրապետությանը, Փաշինյանին որոշակի, այսպես ասած, կամ ինչ որ տարբերակներ չառաջարկի մինչև 2026 թվականի հունիսի 7-ը։ Դրանից հետո է որոշվելու հայ ժողովուրդը որ ուղղությամբ է շարժվելու եւ ավարտված է, գալիս է կամ-կամի ժամանակաշրջանը։ Եվ Պուտինը իր խոսքում ուզեցավ ասել, որ ձևավորվում է արդեն աշխարհակարգ նոր Հայաստանի Հանրապետությունը իրեն որտեղ է տեսնելու այսուհետ եւ 26 թվականից հետո։ Սա նաեւ գիտեք ինչ, սա ոչ միայն մեր ղեկավարությանն էր ուղերձը, գիտակից մարդիկ հասկանում են, որ նաեւ դա հայ ժողովրդին էր ուղղվում, որ լավ մտածեք։ Հասկանում եք, մենք պետք է հասկանանք Ուկրաինան ինչի արժանացավ այդ իրենց, այսպես ասած, ՆԱՏՕ-ին եւ Եվրոպային ձգտելով։ Վրաստանը ինչին արժանացավ, ինչերի միջով անցավ, միջև այսպես ասեմ, մի քիչ խելքի եկավ։ Հիմա տեսեք ինչ կոմպլեմենտարացած քաղաքականություն է տանում, սենց եւ նրանց հետ է լավ, եւ նրանց հետ է լավ, ոչ մեկի հետ ինչ որ խնդիրներ չունի։ Հիմա մենք կանգնած ենք, այսպես ասեմ, ջրբաժանի առաջ։ Հիմա պետք է հայ ազգը կայացնի որոշում։ Ինքը որպես ազգ ուզում է գոյություն ունենալ, թե ուզում է վերածվել ժողովրդի, որի տարիներ հետո իսպար պետությունը կորցնելով եւ մենք, այսպես ասեմ, վերականգնելու հնարավորություն չենք ունենալու։ Հայ-ադրբեջանական այսպես կոչված խաղաղության գործընթացի շրջանակում փոխայցելություններ եղան, վերջերս Երևան եւ Բաքու, սա ինչ գործընթաց էր, ակնհայտ է, որ երկու կողմերն էլ իշխանությունների քարոզիչներն են մասնակցում, ում եւ ինչի համար է պետք այս ձևական խաղաղության պատկերը։ Գիտեք ինչ, ձևական ես չէի ասի, գիտեք ինչ, այսօրվա մեր իշխանությունները շատ խորը համոզմունք ունեն, որ կարող է խաղաղություն կնքել Ադրբեջանի հետ, բայց գիտեք ինչ, չեն գիտակցում, որ այս խաղաղության խնդիրը հո մեր պատերազմը չէր, չէ որ ես կարող եմ ասել ոչ թե 20 թվի պատերազմը, ոչ թե 91 թվականի պատերազմը, ես ավելին ասեմ, նույնիսկ ցեղասպանությունը չի, այսպես ասած, խոչընդոտ մեր հարաբերությունները եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Խնդիրը ավելի խորն է։ Խնդիրը նա է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան կառուցել են պետություն ոչ իրենց պատկանող հողի վրա։ Հիմա խնդիրը այդտեղ է դրված։ Ինչու են ժամանակին ասում, որ մեկ հայ պետք է լինի, այն էլ թանգարանում, որ պահանջատեր չլինի, պահանջատեր։ Խնդիրը այդ հիմքում է դրված, դրա համար եմ ես բացառում խաղաղությունը, այսպես ասած, այս ձևաչափով։ Հիմա տեսեք Ադրբեջանի նախագահան այս վերջերս հարցազրույց է տալիս եւ ինչ է ասում է բոլշևիկները մեզնից խլեցին մեր պետությունը 22 թվականին, նվիրելով հայերին Սյունիքը, իրեն ասելով Զանգեզուրը, եւ հայերը այդ Սյունիքից սկսեցին բարձրանալ վերև, Սևանը վերցեցին, Երևանը վերցրեցին, մեզանից խլելով մեր ճանապարհը, որ անխոչնդոտ մենք Ադրբեջանից տեղափոխվում ենք Նախիջևան եւ Թուրքիա։ Տեսեք նա ինչ է ասում, այսինքն ինքը հիմա ես ինչը որ սկզբում նշեցի, Ամարասով Արցախով դարձել է պատմական պետություն եւ հիմա պահանջ է ներկայացնում Հայաստանին, պատկերացնում եք, սարքելով ժողովուրդ։ Ալիևը Հայաստանի հայ ազգին ուզում է սարքել ժողովուրդ, իսկ մենք դրա հետ պետք է հաշտվենք։
Հիմա ուղիղ ինքը ասում է եւ այդ ռետորաբանությունից հետո մենք պետք է ակնկալենք, որ Ադրբեջանը մեզ հետ ուզում է խաղաղություն կնքի։ Դա բացառում եմ ես։ Նորից ասում եմ, այս ամեն process-ները հանդիպումներ կլինեն, ինչ մակարդակի որ կլինեն փոխվարչապետերի, չգիտեմ ուժային կառույցների, այս ամբողջը սառեցված մնալու է մինչև 2026 թվականի հունիսի 7-ը։ Դրանից հետո են որոշվելու Թրամփի ուղի կլինի, չգիտեմ ընդ այլ ճանապարհներ կլինեն, թե ոնց կլինի աշխարհակաղակական իրավիճակը որոշվելու է հունիսի 7-ին 2026 թվականին եւ ես կոչ կանեմ ժողովրդին արդեն ոչ թե այսպես ասած մի քիչ վերլուծելու ունակություն ունենան, մի քիչ հպարտ քաղաքացին գոնե նայելով այս 7 տարին ինչ է կատարվել գնա իր ճիշտ որոշումը կայացնի։ Սա ես կասեմ ուղղակի մեր ժողովրդին։ Եվ ընդդիմադիր դաշտում եւս հայտնվում են ուժեր, ովքեր ասում են, որ պատրաստ են ստորագրել Ալիևի պահանջով գրված խաղաղության պայմանագիր, արդյոք սա չի նշանակում, որ մեր քաղաքական դաշտում եւս Ալիևը որոշակի եղանակ է թելադրում նաեւ ընդդիմադիրների տեսանկյունից եւ Գիտեք ինչ, ես ճիշտ ասած ձեր նշած ընդդիմադիրները դուք ում ի նկատի ունեք, ես հիմա չեմ կարող ասել, բայց ես առանցքային ընդդիմադիրները, ովքեր որ կան դաշտում, ես նման ձևակերպում չեմ տեսել, որ իրենք պատրաստ են խաղաղության Ալիևի տված ինչ-որ ցուցումներով եւ այդ քարտեզով ճանապարհային։ Ես նման բան առայժմ չեմ տեսնում ոչ Հայաստան դաշինքից, ոչ հանրապետական կուսակցությունից։ Ես առանցքային ընդդիմադիր ուժ համարում եմ այդ երկու կուսակցությունները, որովհետեւ գիտեք ինչ, մնացածը բոլորը սենց կծված մեր կառավարությանը, այսպես ասած, կուսակցություններ են։ Չեմ ուզում, կարող եմ մեջները մի երկու հատ էլ փոքր կուսակցություններ լինեն, որոնք ազնիվ նկրտումներով ես հիմա չեմ ուզում առանձնաբանան, որ ես չստացի, որ ես ամբողջն եմ վերագրում, բայց դաշտում գործող հիմա որ ես տեսնում եմ, խանգարողները շատացել են, ես ձեզ ասեմ, խանգարողները օր-օրի բացվում են նոր կուսակցություններ, կեսը ինչ որ հայտնի մարդիկ, նախկինում կեսը այն հայտ մարդիկ, դրանք բոլորը հասկանում եք ի վերջո իրենք գիտակցում են, չէ, որ իրենք շեմը չեն հաղթահարելու։ Բոլորն էլ գիտակցում են, այն ինչ որ կատարվեց հիմա Էջմիածին քաղաքում փոքր մասշտաբների, դա կարող ենք մենք ավելի մեծացնենք, մեծ մասշտաբների դիտարկենք։ Այն ինչ որ կատարվեց Գյումրիում, մենք կարող ենք դա որպես երկրորդ քաղաք հանրապետության, նորից մի քիչ մասշտաբները մեծացնելով պատկերը մի փոքր հասկանանք ինչ է կատարվելու համապետական ընտրությունների ժամանակ եւ փորձը ցույց է տալիս որ այն ուժերը ովքեր կարող են շեմը հաղթահարել այդ ուժերը պետք է հավաքվեն կազմեն այսպես ասեմ եթե իրար չեն ուզում օգնել ապա իրար չխանգարելով ժողովրդին բացատրեն ծրագիր մոտեցում ինչ ձևով են պատկերացնում այս իրավիճակից դուրս գալը, ամեն մեկը թող իր ծրագիրը առաջ բերի եւ ժողովրդին բացատրի։ Հիմա պետք է ժողովրդի հետ աշխատել։ Գիտեք ինչ, մենք հիմա շատ ենք նախկինում էլ մի քիչ անտեսվել է այս աշխատանքը ժողովրդի հետ։ Ինչը որ հիմա մենք տեսնում ենք այսօրվա իշխանությունները ճիշտ է ոչ բարի նպատակներով, բայց տեսնում եք հիմա իրենք գնում են ժողովրդի հետ։ Գիտեք ինչ, մեր ժողովուրդը միջև ասֆալտը չտարբերի, այսպես ասեմ, իր պետությունից, այսինքն պետության անվտանգությունը չվերագրի ասֆալտով, ինչա իրեն տան դիմաց ասֆալտենար, ուրեմն նա պետք է ձայն տա, ընդունենք տվյալ իշխանության, սա գիտեք մենք ուր ենք արդեն հասնում։ Այդ դրա համար մենք այսօրի ենք, եւ առաջնային չենք տարբերում երկրորդայինից։